Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ինչու են հապճե փոխում ընտրական օրենսգիրքը ընտրությունից 2 ամիս առաջ վրիպակ, որը դարձել է արտահերթ նիստի առիթ, ինչ է առաջարկում իշխանությունն ու ինչու է մերժում ընդդիմությունը։ Կուսակցությունների վարկանիշից ԱՄՆ Իրան-Իսրայել պատերազմ Գելափը հարցում է արել։ Բժիշկների աշխատավարձը կրճատել են 3 ամիս է, աշխատավարձ չեն ստանում, բուժաշխատողները դժգոհում են։ Գրականություն և Հայաստանի պատմության քննությունները մեկ էսսեյով, ինչ փոփոխություններ է եղել 9-րդ դասարանի քննությունների կարգի մեջ։ Սպառնալիքներ ու թեժացող պատերազմ, որի վերջը կարծես չի երևում։ Թրամփը սպառնացել է ջնջել քաղաքակրթությունն Իրանում։ Ազգային ժողովի ընտրությունը սարերի հետևում չէ, մնացել է ընդամենը 2 ամիս։ Ընտրության մասնակիցների պատկերը գրեթե ուրվագծված է, սակայն հենց այս փուլում խորհրդարանական մեծամասնությունը ՔՊ-ն օրակարգ է բերել մի ծրագիր, որով առաջարկում է արգելել դաշինքների և կուսակցությունների անվանումներում գործածել անձնանունները։ Իշխող ուժն ասում է, որ ուզում են տեխնիկական վրիպակն ուղղել օրենսգրքում, իսկ ընդդիմությունը պնդում է, որ փոփոխությունն անկյունաքարային է։ Ընտրությունից 2 ամիս առաջ խաղի կանոններ չպետք է փոխել։ Ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն ու կհաջողվի արդյոք խառնել ընդդիմության հաշվարկներն այս փոփոխությամբ, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Չի կարող օրինակ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ուժեղ քյաբաբ Ստյոպի հետ, Ստյոպի մոտ դաշինք։ Սա փնթի խայտարակ զզվելի աշխատավոճ է։ Այս գործընթացը ինքնին հակաիրավական է։ Քաղաքացիական պայմանագիրը հրատապ նիստ հրավիրեց ու առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում դաշինքների անվանումների սահմանափակման մասին նախագիծը։ Կողմ 64 դեմ 14 ձեռնպազրով որոշում ընդունվել է։ Ընդդիմությունը հակաիրավական է որակում իշխանության այս քայլը, մինչդեռ իշխանականները վրիպակի շտկում համարում։ Արտահերթ նիստը ազգային ժողովի շենքում էր, հրատապ ասուլիսը ազգային ժողովի դարպասների մոտ։ Այս կարգավորումը բաց այդ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, որովհետև մարտի 31-ին մենք հրապարակային կերպով կնքեցինք դաշինքը ունի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումը եւ այսինքն իրենք փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումը այս անվանման մեջ։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով իշխանությունը վախեցած է Սամվել Կարապետյանի անգամ անուն ազգանունից եւ այս փոփոխությունը միայն իրենց դաշինքի դեմ է։ Իդեպ Հայաստանում ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրածներից միայն ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքն է, որ ներառում է անուն ազգանուն։ Միտում որպես այդպիսին ակնհայտ է ամեն կերպ վախին արձագանք։ Ես հասկանում եմ, որ դա է ի վերջո մարդկային իմաստով կարելի է հասկանալ, քաղաքական իրավական առումով սա խայտառակություն է։ Վախ չկա, շտկումներ են անում, որպեսզի համամասնական ընտրություններ ապահովեն, պնդում են ՔՊ-ականները։ Դա մենք ենք վախենում իրոք։ Մինչդեռ ընդդիմադիր падգամավորները հակառակն են ընդգծում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Այստեղ չի կարող լրջությունը ու դուք պարոն Հակոբյան այդքան էլ համեմատելի չեն։ Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը, բովանդակության մեջ նույնիսկ մտնելու իմաստ չկա։ Գեղամ Մանուկյանը հիշատակել է, նման փոփոխությունները հակասում են միջազգային ընդունված սկզբունքներին, հիշեցնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, համաձայն որի ընտրություններից 1 տարի առաջ արմատական փոփոխություններ իրականացնելը ցանկալի չէ։ Ընտրություններից 2 ամիս առաջ իշխող ուժը վրիպակ անվան տակ փոխում է խաղի կանոնները եւ այս տրամաբանությամբ ցած հանգիստ կարող են փոխել առաջինից երկրորդ ընթերցման օրինակ առաջարկում են փոխել, որ ընտրություններին թեկնածու չեն կարող լինել մարդիկ, որոնք կրում են գեղամանուն օրինակ։ Կարակ ու դուք կարական եք էդի, որովհետեւ սահմանագծում չկա ձեր համար։ Օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրվա ընթացքում 2 անգամ փոխել է կարծիքը իրազեկ քաղաքացիների միավորման հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Յուանիսյանը։ Նա սկզբից ասում էր, արգելք կա, չեն կարող փոխել։ Ազգային ժողովում արդեն ասաց, վրիպակ են շտկում։
բայց մի խնդիր է տեսնում։ Ակնհայտորեն սա ստեղծում այն, որ որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձևավորել կամ ձևավորում եւ այդ բրենդինգի փոխելու ռեբրենդինգի որոշակի ռեբրենդինգի կարիք են ունենալու։ Ինչու են ընտրությունից ընդամենը 2 ամիս առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություն անում։ Խնդիրը նոր է հայտ եկել, պարոն, մի քանի օր է պարոն Խաչատրյան, ինչ խնդիրի հայտ է եկել։ Բնականաբար դրան հաջորդել է դրա շուրջ քննարկումները, չգիտեմ ինչու է այդպես խորամանկ սենց անում, այո, որևէ թաքցնելու բան չկա, խնդիրը նոր է հայտ եկել։ Նոր են նկատել, որովհետև ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով դաշինք կազմելու մասին հուշագիր ստորագրել են մարտի 31-ին 7 օր առաջ։ Հայտարարեցին դաշինքի անդամները, որ ազգային ժողովի դիմաց ասուլիս ու ակցիային հրավիրել։ Իդեպ ազգային ժողովի նախագահն անվտանգության տեսախցիկներով էր հետևում ակցիային ու պարբերաբար նյութեր տեղադրում Տելեգրամյան ալիքում ցույց տալով մարդկանց քանակը։ Սակայն տեսախցիկները կարծես ամբողջական պատկերը ցույց չէին տալիս։ Անի Աբախյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իդեպ ուղերձ է հղել Սամվել Կարապետյանը։ Նա խոսել է Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ հնչած հայտարարությունների մասին։ Նրա խոսքով Փաշինյանը հետևողական քայլերով մեր երկիրը դարձրեց աշխարհաքաղաքական բախման հրապարակ, քվեարկելով Նիկոլի օգտին դուք կստանաք աղքատություն եւ թշնամանք ռուսների հետ, բևեռացում եւ տնտեսության փլուզում, ասել է Կարապետյանը։ Ինչու էր պետք փորձել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Նրա ներկայությունը որևէ կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի գործակցությանը, առևտրին։ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախոր կապերը, բայց այսօրվա վարչապետին չի հետաքրքրում մեր հայրենակիցների ճակատագիրը, գրպանի ու սառնարանի պարունակությունը։ Կարևորը ինքը սուտ պատերազմերով վախեցնելով կարողանա մնալ իշխանության, հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների ու ուժային բոլոր կենտրոնների հետ։ Այս ամենի ֆոնին Գելափը հարցումներ է արել վերջին մեկ ամսվա ընթացքում ու հրապարակել արդյունքները, որ քաղաքական գործիչն է համարվում միավորող առաջնորդ, ինչպիսին են հասարակական տրամադրությունները Հայաստանում վերջին ամիսներին։ Վստահություն վայելող առաջատար ինստիտուտները մնում են Հայ առաքելական եկեղեցին եւ Հայաստանի Հանրապետության բանակը։ Եկեղեցուն վստահում է հարցվածների 64.1%-ը, բանակին 59.7%-ը։ Իսկ քաղաքական գործիչների շարքում ովքեր են վայելում հասարակության վստահությունը։ 26.8%-ը նշել է Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան նշել է 29.2%, Սամվել Կարապետյան նշել է 18.1%, Ռոբերտ Քոչարյան նշել է 7.1%, Սերժ Սարգսյան 4.3%, Արման Թաթոյան 4.2%, Լևոն Տեր-Պետրոսյան 2.1% եւ Վահագն Խաչատրյան 1% է նշել։ 2026-ի ընտրությանը մասնակցելու է հարցվածների 51.9%-ը։ Եթե ընտրությունը լիներ հաջորդ կիրակի, ապա ըստ հարցման կլիներ հետևյալ պատկերը։ Քաղաքացիական պայմանագիր 24.3%, Ուժեղ Հայաստան 13.4%, Բարգավաճ Հայաստան 7.9%, Հայաստան Դաշինք 5.5%, ԴՕԿ 3.1%, ՀՀԿ 1.9%, Լուսավոր Հայաստան 1.7%, Միասնության թևեր 1.5%, Հանրապետություն եւ ՀԱԿ 1.1%։ Հասարակական տրամադրությունների վերաբերյալ է հարցում եղել։ 33.9%-ը նշել է լարվածություն եւ ագրեսիա, 23.6%-ը անհանգստություն, 22.2%-ը անտարբերություն, ապաթիա, 8.8%-ը վախ եւ տխրություն, 22.5%-ը լավ կայուն վիճակ, 8.8%-ը շատ լավ տրամադրություն, 1.8%-ը դժվարացել է պատասխանել։ Արտահերթ նիստի ընթացքում այլ հարցեր են քննարկել։ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ օրինագիծ են մշակել, որով պարտադրում է տեսալսողական մեդիային նշել, որ բովանդակությունը ստեղծել կամ փոփոխել են արհեստական բանականության։ Հայրապետյանը հստակեցրել է, որ առաջարկվող նախագծով տեսանյութերի դեպքում նյութերի սկզբում եւ վերջում պետք է գրվի, որ տեսանյութը գեներացրել է արհեստական բանականությունը։ Այս պահանջը չկատարելու դեպքում կսահմանվի 300.000 դրամ տուգանք։ Օրենքի պահպանումը կհսկի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։
Պաշտպանության նախարարությունը հերքել է պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Պաշտպանական կառույցն անդրադարձել է պատգամավորի ճեպազրույցին, որի ժամանակ Սարգսյանն ասել էր, որ 2024 թվականին փակ նիստերից մեկի ժամանակ տեղի է ունեցել թոքաբորբի պատճառով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա ապատեղեկություն է։ 2024-ին զինված ուժերում թոքաբորբի պատճառով մահվան դեպք չի արձանագրվել, հայտարարել է գերատեսչությունը։ Պատգամավորը հնչեցրել է զորակոչի եւ զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր։ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ զորակոչի պլանավորման եւ թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին։ Առիթ ենք ունեցել նաեւ նշելու, որ 2022 թվականի համեմատ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25.3%։ Նմանատիպ ապատեղեկությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն եւ ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում եղած պայմանների վերաբերյալ։ Նաեւ հայտարարում ենք, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է։ Ապահովագրական համակարգը դեռ ամբողջությամբ չի գործարկվել, բայց արդեն լուրջ ճաքեր է տալիս։ Բժիշկներն ամիսներով չեն վարձատրվում, դժգոհությունները շատ են, իսկ համակարգի արդյունավետության վերաբերյալ հարցերը ավելի։ Պոլիկլինիկաներում հնչում են թե գոհունակության, թե կոշտ քննադատության ձայներ, իսկ ոլորտի ներկայացուցիչներն ահազանգ են հնչեցնում։ Եթե խնդիրները չլուծվեն, վտանգված է ոչ միայն համակարգի աշխատանքը, այլև բուժաշխատողների մոտիվացիան։ Բժշկի ձայն նախաձեռնության անդամներն ու падգամավորները շրջել են բուժ հաստատություններով ու լսել բժիշկներին։ Տաշենի թիվ 20 պոլիկլինիկայում մանկաբույժի աշխատավարձը 3 ամիս է չեն տրամադրել, ինֆեկցիոնիստի աշխատավարձը նվազել է։ Այս ամենը առողջապահության ոլորտում այսպես կոչված նոր բարեփոխումների հետևանքներն են։ Բժշկի ձայնը հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորների հետ այսօր այստեղ էին լսելու բժիշկների մտահոգությունները պարտադիր առողջապահական համակարգի ներդրումից հետո։ Ըստ բժիշկների ոչ միայն փոփոխություն է տեղի ունեցել իրենց աշխատավարձերի հետ, այլ նաև փոփոխություն է տեղի ունեցել աշխատանքի ծավալի մեջ։ Նրանք ավելի շատ են աշխատում եւ ավելի քիչ են վարձատրվում։ Ես կխոսեմ միայն մանկաբույժների անունից, չեմ անդրադառնա մյուս մասնագետներին, բայց առ այսօր արդեն 4-րդ ամիսն է մենք աշխատում ենք բարեգործական հիմունքներով։ Կոնկրետ ապահովագրության շրջանակներում մեր կատարած խորհրդատվությունների համար առ այսօր դեռ չենք վարձատրվել։ Մասնավորապես պոլիկլինիկաներում բժիշկները եւ ոչ միայն բժիշկները, նաեւ հիվանդները դժգոհում են անվերջանալի թվացող հերթերից։ Միաժամանակ բժիշկների աշխատանքի ծավալը ավելացել են նաեւ այն բոլոր գրառումներն ու համակարգչային աշխատանքները, որոնք բժիշկները կատարում են։ Նշեմ նաեւ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր բազմաթիվ հարցազրույցներում անդրադարձել է նոր բարեփոխումներին, նշել, որ դրանք լավ են եւ փոփոխման ենթակա չեն, սակայն բժիշկների հետ զրույցում պարզ դարձավ, որ Zoom հավելվածով ժողովների ժամանակ նախարարը բժիշկներին այլ խոստումներ է տալիս։ Նախարարն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ փակվելու են պոլիկլինիկաների ինֆեկցիոն սենյակները, սակայն բժիշկների հետ հանդիպումների եւ օնլայն ժողովների շրջանակում խոստացել է վերանայել որոշումը, ինչպես նաեւ վերանայել նրանց աշխատավարձը։ Առաջին հերթը աշխատավարձներն է, չէ, մեր ֆիզիատրների։ Դե այդ համակարգը դե ես չեմ կարող ասեմ պոլիկլինիկաները ոնց է ընդհանուր ոնց է իրանց մոտ, բայց մեզ մոտ միշտ պետպատվեր ա եղել, մենք այդ տարբերություն չենք զգում։ Հասկացա։ Այսինքն ձերը միշտ եղել է պետպատվեր, մենք միշտ պեր կապիտալով եք վարձատրվել, հիմա փոխվել է խորհրդատվությունով։ Հավելեմ նաև, որ ըստ կազմակերպիչների նման հանդիպումներն ու այցելություններն ավելի հաճախ են լինելու ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում առանց նախարարին եւ բժշկական կենտրոնների ղեկավարությանը տեղեկացնելու։ Խնդիրներ կան նաև կրթական համակարգում։ 9-րդ դասարանի ավարտական քննությունները միավորվում են մեկ ձևաչափում։ Գրականությունն ու Հայաստանի պատմությունը գնահատվելու են մեկ ինտեգրված էսեյով։ Սակայն մինչ նախարարությունը դա համարում է մտածողություն զարգացնող քայլ, մասնագետները զգուշացնում են, համակարգը դեռ պատրաստ չէ նման փոփոխության։ Թեման ուսումնասիրել է Սեդակ Յուրեղյանը։ Երկու առարկա, մեկ քննություն։ Հայաստանում կրթական նոր ռեֆորմ կա։ 9-րդ դասարանցիները այսուհետ պետք է գրեն ինտեգրված էսե, միավորելով գրականությունն ու պատմությունը։ Երեխաները ստանալու են քննության ընթացքում 2 տեքստ,
Որոնցից մեկը լինելու է գրական ստեղծագործության հատված, մյուսը լինելու է պատմական որևէ ժամանակաշրջանի նկարագրություն։ Երեխայի եւ լինելու է հարցադրում, այդ երկու տեքստերի վերաբերյալ մեկ միասնական հարցադրում։ 9-րդ դասարանի աշակերտը վերլուծելու է, համեմատելու եւ գրելու է էսսե։ Նախարարությունը վստահ է, նոր ձևաչափը կօգնի հասկանալ, թե որքանով են աշակերտները մտածում եւ վերլուծում։ Փորձագետներն ու հետազոտողները զգուշացնում են, համակարգը պատրաստ չէ։ Էսսեի առանձնահատկություններից մեկն այն է, որ դու պետք է կարողանաս հիմնավորումներ տալ եւ դրա համար դու պետքա բավական գիտելիք, փորձ, դրամաբանական կանոններ իմանաս։ Ես կարծում եմ, որ այս փուլում վաղաժամ է եւ մենք պետք է հաշտվենք այն իրողության հետ, որ առաջիկա տարիներին հիմնականում էսսեի արդյունքները կեղծվելու են, այն իմաստով, որ երեխաներին արհեստականորեն բարձր են գնահատելու, ոմանց նույնիսկ փոխարեն ուսուցիչներն են գրելու այդ աշխատանքը։ Կեղծման process-ը դեռ ընդամենը 1 մարզում արված փորձարկման փուլում է ակներև եղել, իսկ համակարգն ուզում են ներդնել ողջ հանրապետությունում, ահազանգում է Տավուշի փորձն ուսումնասիրած մասնագետը։ Մինչդեռ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետը փորձը հաջողված է համարում։ Անկեղծ պիտի լինեմ, մեր սպասածից ավելի լավ էր։ Հակադիր կողմում փորձագետը առաջ է քաշում անհաջող արդյունքների մասին ապացույցները։ Կարդացինք 2024 թվականին ձեռագիր գրված ավելի քան 60 աշխատանքներ եւ անկեղծ ասած շատ զարմացանք, որ իրականում այդ աշխատանքների մեջ ավելի շատ գերակշռում էր պաթետիկ ոճը, հիմնականում նույն արտահայտություններն էին գրում երեխաները։ Շատ ակնհայտ էր, որ ուղղակի ուսուցչից ինչ լսել են, դա էլ գրել են, այնպիսի տպավորություններ անգամ, որ դա կարծես թելադրություն լիներ, որովհետեւ բոլորը նույն բառերով էին գրել։ Մարտիրոսյանի պնդմամբ պատրաստ չեն ոչ ուսուցիչները, ոչ աշակերտները։ Ուսուցիչները վերապատրաստման փուլ անցել են, բայց նրանց 12%-ն է միայն նշել, որ վերապատրաստումներն արդյունավետ են եղել։ Իրավիճակը շատ ավելի վատ է աշակերտների դեպքում։ Նոր համակարգին պատրաստ լինելու համար աշակերտը պետք է նախ էսսե գրելու ձևը իմանա։ Ճիշտ կլիներ սկսել 5-րդ դասարանից, այսինքն երբ որ չափորոշիչը մտավ եւ վերջնական որոշվեց, որ պետք է լինի էսսե, ճիշտ կլիներ, որ դա տարածվեր այն աշակերտների վրա, որոնք այդ պահին 5-րդ դասարանում էին, որպեսզի գոնե իրենք 4-5 տարի ամեն տարի գրելով եւ ուսուցիչներն էլ ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելով ավելի հեշտ լինեն։ Փորձագետներն ասում են, որ Տավուշի հաջող փորձի արդյունքները նույնքան ձևական են, որքան շտապողականությամբ ներդրված նոր ռեֆորմի պայմաններն ու պահանջները։ Օրինակ, եթե երեխան հայերենից հենց սխալներ է թույլ տվել այդ աշխատանքը իրականացնել, իսկ ուղղագրական կլինեն, քերականական կլինեն, շարահյուսական կլինեն կամ այլ տիպի սխալներ, ինչպես պետք է վարվել եւ այստեղ մենք այդպես որոշել ենք եւ հասկացանք, որ գուցե ճիշտ մոտեցումն էլ հենց այդ էր, որ մենք իհարկե գրավորը ստուգելիս դրանք արձանագրում ենք, բայց գնահատման վրա դա չի անդրադառնում, որովհետև երեխաները հայոց լեզվից առանձին քննություն են հանձնելու, պարզաբանում է Սարգսյանը։ Փորձագետներն այլ կարծիք ունեն, երեխաները չեն կարող ոչ գրագետ լեզվով որակյալ բովանդակությամբ տեքստ գրել։ Հայերենի իմացությունը այստեղ ամենաահահակող բացթողումն է։ Երեխան չի կարող գրել շատ փայլուն մտքեր, բայց ոչ գրագետ հայերենով։ Եթե երեխան հայերենին չի տիրապետում, ինքը ինչ մտքեր էլ որ գրի, ես չեմ պատկերացնում ինչպես պիտի գնահատեն էլ երեխայի գրած աշխատանքը։ 2025 թվականի Տավուշի էսսեների ուսումնասիրությունը եւս մի հակասական պատկեր է ցույց տալիս։ Աշխատանքների մեծ մասը գնահատվել է 8 եւ ավելի միավորով, մինչդեռ ցածր 1-ից 7 միավոր ստացած աշակերտներ գրեթե չեն եղել։ Միևնույն ժամանակ ուսումնասիրողները փաստում են նույն աշխատանքներում հաճախ բացակայում էր ինքնուրույն մտածողությունը, իսկ գնահատման մոտեցումները տարբեր դպրոցներում տարբեր էին։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իրան, ԱՄՆ, Իսրայել պատերազմի գույներն ավելի են խտանում։ Վերջնագիր, սպառնալիք, դժոխք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հասցեին հնչեցրել է աննախադեպ կոշտ հայտարարություններ 24 ժամ ժամանակ տալով պահանջները կատարելու համար։ Պատերազմի 38-րդ օրը լարվածությունը հասել է առավելագույնին, իսկ Վաշինգտոնի ուղերձը հստակ է՝ կամ պայմանավորվածություն, կամ լայնամասշտաբ էսկալացիա։
Look, we went to NATO. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական ճեպազրույցի ընթացքում ասաց մի բան, որ հազվադեպ է լսվում պետության ղեկավարների շուրթերից։ Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում եւ այդ գիշերը կարող է լինել վաղը։ Թրամփը նկատի ուներ Իրանին։ Ժամկետն ավարտվում է արևելյան ժամանակով ապրիլի 7-ին ժամը 20:00-ին։ Սա 38 օրանոց պատերազմի ամենաթեժ պահերից մեկն է։ Պատերազմը կամ ինչպես Թրամփն է սիրում անվանել ռազմական գործողությունը սկսվել էր փետրվարի 28-ին, երբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը համակարգված հարվածներ հասցրին Իրանի ռազմական, հրամանատարական եւ միջուկային օբյեկտներին։ Պատերազմի 38-րդ օրը Թրամփն ասաց, որ Իրանն ունի 24 ժամ Հորմուզի նեղուցով նավերի ազատ ընթացքն ապահովելու համար։ Իրանն ունի 48 ժամ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար։ Հակառակ դեպքում կհայտնվի դժոխքում։ Հիշում եք ինչ եղավ, երբ ես Իրանին 10 օր տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ժամանակը սպառվում է։ Մի քանի ժամ է մնացել, մինչև ամբողջ դժոխքը կտիրի այդ երկրում։ Իրանն ի պատասխան 10 կետից բաղկացած փաստաթուղթ ուղարկեց Պակիստանի միջոցով, ներառյալ Հորմուզի նեղուցով ապահով անցման արձանագրություն, վերակառուցում եւ պատժամիջոցների վերացում։ Ի պատասխան Թրամփն ասաց. նշանակալից քայլ է, բայց բավական չէ, եւ ժամկետը թողեց անփոփոխ։ Երկուշաբթի ճեպազրույցի ընթացքում Թրամփի խոսքերը երբևէ հնչած ամենակտրուկ հայտարարություններն էին։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե ռազմական հանցագործություն չէ Թրամփի հարվածները Իրանի ենթակառուցվածքներին, Միացյալ Նահանգների նախագահը պատասխանեց. Նրանք սպանում էին ցուցարարներին, նրանք կենդանիներ են։ Մենք պետք է կանգնեցնենք նրանց եւ չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ստանան։ Ամեն ինչ շատ պարզ է։ Բայց լրագրողները պետք է զգուշանան այս պատերազմը լուսաբանելուց։ Թրամփը հայտարարել է, որ կպահանջի, որ Իրանում օդաչուի փրկության մասին առաջինը լուսաբանած լրագրողը բացահայտի այդ տեղեկատվության աղբյուրը։ Հրաժարվելու դեպքում սպառնացել է բանտարկել նրան։ Վերջին շաբաթներին նախագահն իր օգնականների հետ առանձնազրույցներում դժգոհել է, որ Իրանի դեմ Ամերիկա-իսրայելական պատերազմի լուսաբանումը չափազանց բացասական է։ Միևնույն ժամանակ Թրամփն ու նրա դաշնակիցները հրապարակավ քննադատել են որոշ լրատվամիջոցների ռեպորտաժները, օրինակ այս դեպքը։ Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա միտումնավոր հարձակումները խախտում են Ժնևի կոնվենցիաները։ Որ հրատարակչությունից եք։ New York Times։ Դուք ցախողվում եք։ Իդեպ Թրամփը կարծում է, որ իրենք հաղթել են այս պատերազմում։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների օդուժը լիովին վերահսկում է Իրանի օդային տարածքը, մինչդեռ Թեհրանը չունի ոչ նավատորմ, ոչ էլ ավիացիա։ Թրամփը նաև մեղադրել է New York Times, ABC եւ NBC լրատվամիջոցներին իրավիճակը խեղաթյուրելու եւ այն որպես հավասար պայքար ներկայացնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ լրագրողը, որն առաջինն էր հայտարարել Իրանում օդաչուի փրկության մասին, բացահայտի, թե ինչպես է ստացել տեղեկությունը, սպառնալով հրաժարվելու դեպքում բանտարկել նրան։ Նախորդ ուրբաթ Իրանի օդային տարածքում ամերիկյան կործանիչի ոչնչացումից հետո ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ հայտնել էին, որ ինքնաթիռում գտնվող երկու օդաչուներից մեկին ԱՄՆ փրկարարական ուժերը հաջողությամբ դուրս են բերել։ Թրամփն ասել է, որ բացահայտումը սպառնացել է երկրորդ օդաչուի փրկարարական գործողության անվտանգությանը, չնայած այդ օդաչուն ի վերջո նույնպես փրկվել է։ Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության վրա հարձակվողները երկարափող հրացաններ են ունեցել։ Թուրքիայի ոստիկանությունը պարզել է նրանց ինքնությունը։ Նրանք քաղաք են ժամանել Իզմիթից վարձակալած մեքենայով։ Հանցագործներից մեկը նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի համար։ Մյուսը կապված է տերորիստական կազմակերպության հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների հարձակվողներից մեկին սպանել են, երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանց ձերբակալել են։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ միջադեպի ժամանակ հյուպատոսությունում ոչ մի աշխատակից չի եղել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք կհանդիպենք ժամը 21-ին լուրերի ամփոփիչ թողարկմանը, առայժմ։